Նոր տարվա առաջին ծնունդը Գյումրիի ծննդատանն է գրանցվել։ Հունվարի 1-ի առավոտյան ծնված բալիկը աղջիկ է։ 2026 թվականի առաջին օրվա ավարտին եւս 2 ծնունդներ են ընդունել, երկուսն էլ տղա։ Նորմալ քաշով ու առողջ նորացիները 2 օր անց դուրս են գրվել ծննդատնից։ Նոր տարվա առաջին շաբաթում միայն Գյումրիի ծննդատանը գրանցվել է 22 ծնունդ։ Որը տոնական օրերին բավականին հունվարի համար բարձր ցուցանիշ է, սովորաբար Շիրակի մարզում ծնունդները կրում են, այսպես ասած, ծննդիմար այդ բառետկանը լավ չէ, բայց սեզոնային բնույթ, կախված արտագնա աշխատանքի հետ։ Դրա համար ծնունդների պիկը Շիրակի մարզում ավելի շատ բաժին է ընկնում օգոստոսից նոյեմբեր ամիսներին, հետո ունենում ենք անգում։ Աղջիկ երեխայի ծնունդով է սկսվել 2026-ի հունվարը նաև Ախուրյանի մոր ու մանկան առողջության կենտրոնում։ Առաջին ծնունդը նոր տարվա երկրորդ օրն են գրանցել հունվարի 2-ի երեկոյան։ Հաջորդող օրերին մոր ու մանկան կենտրոնում ծնվածներից 7-ը տղաներ են։ 11 երեխա, շատ ուրախ եմ, որ 7 տղա են։ Եվ առաջի ծնունդը աղջիկ ենք ունեցել 3 կիլո 260 գրամ զանգվածով։ Երկրորդ բալիկս է կեսարյան հատումով ծնվել։ Առաջինս էլի տղա է։ Միշտ սիրել եմ աղջիկ երեխաների, ամուսինս է միշտ սիրել աղջիկ երեխաների։ Ճիշտ է, տարբերություն չկա տղա թե աղջիկ, միշտ սպասված են։ Կրկնակի շատ ուրախ եմ։ Շատ թանկ է, թանկ։ Ու ով չունի, թող Աստված իրանց պարգև։ Առաջինս տղա է 3 տարեկան։ էլի տղա է։ Հա, էլի տղա։ Հայաց բանագին։ Թակավորներ։ Ռոբերտն է, մեր տան երկրորդ երեխան է, 3 կիլո 100 գրամ է ծնվել, սպասված էր, որտև ամուսինս տղա շատ էր ուզում։ Աստված կամեցավ մեզ 2 բալիկ, հուսով եմ երրորդն է կկամենա։ Իրինայի ընտանիքում երկրորդ բալիկի ծնունդը նոր տարվա հրաշք են համարում։ Առաջին երեխան երկար տարիների բուժման սպասումների պտուղ է եղել։ 17 տարվա անպտղությունից հետո է ծնվել առաջնեկը, որը տղա է, իսկ նորածին բալիկը աղջիկ։ Իրինան ուզում է, որ հայ ընտանիքներում շատ երեխաներ ծնվեն։ Իսկապես պետք է մեր ազգին կամենան, որ բոլորն էլ երկրորդ, երրորդ, նույնիսկ 4-րդ բալիկներին ունենան։ Ծննդօգնություն իրականացնող մարզի բուժ հաստատություններում նոր տարվա առաջին շաբաթում ծնվածների մեծ մասը ընտանիքների երկրորդ երեխաներն են։ Տարվա սկիզբը ծնունդների թվով խոստումնալից է, բայց ընդհանուր առմամբ նախորդ եւ անցած տարվա համեմատ նվազում է եղել։ Գյումրիի ծննդատանը 2024-ին 1100 երեխա է ծնվել, 25-ին այդ թիվը պակասել է 50-ով։ Նվազման ցուցանիշ ունի նաև Ախուրյանի մոր ու մանկան առողջության կենտրոնը։ 2024 թվականին ունեցած 900 ծնունդների դիմաց 2025-ը փակել են մոտ 100 ծնունդով պակաս։ Առաջնային պատճառը արտագաղթն է, բայց պակաս կարևոր խնդիր չէ նաև հիվանդություններով զուգորդվող հղիությունները, որոնք հանգեցնում են ընդհատումների։ Օրինակ, մենք հիմա անում ենք պիլոտային սկրինինգային ծրագիր Շիրակի մարզը ամբողջովին եւ կան հղիություններ, որտեղ ախտորոշվում է պտղի զարգացման շեղումները եւ ընդհատվում են այդ հղիությունները, այդ կա այդպիսի թիվ եւ մյուս թիվը, եթե հղիություն եւ զուգակցված հիվանդություններ, սոմատիկ ինչ-որ խնդիրներ, այդ հղիների ծննդալուծումը կազմակերպվում է երրորդ մագարտակի ծննդատներում։ Երկրում ծնելիության բարձրացման ուղղված պետական մի շարք ծրագրերի արդյունքներն ըստ մասնագետների շոշափելի են դառնում ավելի ուշ։ Օրինակ, յուրաքանչյուր երեխայի ծնունդից հետո տրվող միանվագ գումարները, որոնց սահմանաչափը այս տարվա սեպտեմբերից փոփոխվելու է, եւս ծնունդների թվի աճին է խթանելու։ Ազգի ծնելիությունը ապահովում է առողջ ընտանիքը իր առողջ կնոջով։ Այդ կնոջը պետք է շահագրգռվել օրինակ երեխան։ Այ շահագրգռել ընտանիքի կնոջը ապահովել ամուսնուն աշխատանքով առաջի հերթը։ Երկրորդը տուն, երրորդը խրախուսել ամեն երեխայի ծնվելու վերաբերյալ ֆինանսական աջակցություն։ Առողջ ծնունդների ապահովման հերթական ծրագիրն այս տարվանից է ներդրվել։ Նախքան հղիության պլանավորումը ամուսինները կարող են հետազոտություններ անցնել ու առաջնային խորհրդատվություններ ստանալ պետպատվերի շրջանակներում։
որը թույլ կտա պլանավորել առողջ հղիություն, կանխարգելել այն հնարավոր բարդությունները, որը շատ հաճախ հղիության ժամանակ է նորի հայտ գալիս, որը կարող է բերել վիժումների, պտուղների զարգացման առնի։ 2025 թվականին Շիրակի մարզում ծնվել է 2250 երեխա, ծնվել են ավելի շատ տղաներ, 1188 տղա, 1062 աղջիկ, ծնունդներից 24-ը զույգեր են եղել։ Այս տարվա առաջին զույգ նորածինները աղջիկ են, Մարին ու Նանեն, ծնվել են Գյումրիի ծննդատանը հունվարի 4-ին։ Մարինե Տերբինյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։